Քանի որ թեման շատ զգայուն է ու բոլորին է հետաքրքրում, ձեր թույլտվությամբ ես կարող եմ 1-2 րոպե ժամանակից շեղվեմ։ Ուզում եմ սկզբում մի բան ասել, որ նախագիծը շատ մանրամասն քննարկվել է մեր հանձնաժողովում ու որքան էլ որևէ ոլորտ կամ գործունեության որևէ տեսակ մեր սրտով լինի կամ չլինի, ամեն դեպքում մենք պետք է առաջնորդվենք առողջ տրամաբանությամբ եւ պիտի այնպես անենք, որ ինչքան էլ մեր հետապնդած նպատակները արդար լինեն ու արդարացված լինեն, մենք դրանով փորձենք հանկարծ այնպիսի իրավիճակի չբերենք, որ հակառակ էֆեկտ ստանանք։ Հիմա նախ ամենաառաջին կարևոր բանը, պարոն Սարգսյանին իհարկե շնորհակալ եմ, որ այս թեման կրկին դառնում է քննարկման առարկա, բայց որոշ պնդումների հետ համաձայն չեմ։ Նախ առաջինը Գիշեք հանձնաժողովի նիստում պարոն Սարգսյանը պնդում էր, որ կա կառավարության դրական եզրակացություն, բայց մենք այդ պահին պաշտոնապես դրական եզրակացություն չունենք եւ հիմա պարոն Սարգսյանն էլ նշում, որ ֆինանսների նախարարությունը եւ պետական եկամուտների կոմիտեն համաձայն չէին այն տարբերակին, որը առաջարկում էր, ոչ թե դեմ էին նախագծին կամ դեմ էին խստացնելուն կամ դեմ էին սահմանափակումներին, այլ այն տարբերակին, որը առաջարկվում էր, որովհետեւ դա պարզապես նշանակում է մեր ոլորտին ասում ենք փակվեք։ Սա մեկ, երկրորդը համաձայն չեմ այն պնդման հետ, որ վերջին շրջանում իրականացված քայլերը որևէ արդյունք չեն տվել։ Օրինակ պարոն Սարգսյանի ներկայացրած նոր Տիկին Հակոբյանին ցույց էր տալիս այդ գրաֆիկը, որ կա, թե ինչքան են աճել խաղադրույքները, ես այդ նույն գրաֆիկի հիման վրա հենց նույն թվերը հիմք վերցնելով ես եմ գրաֆիկ սարքել, սա աճի տեմպն է։ Այսինքն սա ցույց է տալիս, թե ամեն տարի նախորդ տարվա վրա որքանով են աճել։ Եթե նախորդ տարիներին մենք ունենք կրկնակի աճ, եռակի աճ, 2023 թվականին եւ 24 թվականին խաղադրույքների ծավալը աճել է միջինը 10%-ով։ Սա մեկ։ Հիմա ինչ վերաբերում է հարկային բեռին։ Կա հարկային բեռերի համեմատման ընդունված չափանիշ։ Համեմատության համար, որպեսզի հասկանան, թե ոլորտը նորմալ է հարկվում շատ թե քիչ, վերցնում են ոչ թե խաղադրույքների ծավալի համեմատ են հաշվում հարկի չափը, այլ հաշվում են, այսպես ասենք, GGR կոչվող ցուցանիշի նկատմամբ, այսինքն շահումների եւ խաղադրույքների տարբերության։ Դա, եթե դուք ուզենաք միջազգային համեմատություն անեք, ամենաառաջին ու կարևոր ցուցանիշը դա է։ Ուրեմն սա, հարգելի գործընկերներ, մեր վիճակագրությունը 2-3 տարիների ընթացքում 2022 թվականին ոլորտի հարկը այդ ցուցանիշով 16.6% է կազմել, 23 թվականին մոտ 19%, 24 թվականին 34%-ից ավել։ Այս փոփոխությամբ ցուցանիշը կազմել է մոտավորապես 45-ից 50%, ինչը համարվում է աշխարհում ամենաբարձր հարկային շեմերից մեկը։ Հիմա պարոն Սարգսյանը մի պնդում էլ արեց, ասեց իրենք արհեստականորեն իջեցնելու են խաղադրույքների ծավալը, որպեսզի քիչ հարկեր վճարեն։ 2022 թվականին ի թիվս գործող հարկերի մենք ավելացրել ենք եւս մեկ հարկատեսակ ամեն 100 միլիարդ խաղադրույքի իրավունքի համար, այս ընկերությունները հավելյալ հարկ են վճարում։ Ու դրանով հանդերձ իրենք ցույց են տվել, որ իրենց մոտ ծավալը աճելու ավելի շատ հարկ են վճարել։ Այսինքն այստեղ էլ պիտի հասկանանք, եթե մենք ընկերությունների տվյալները հիմք ենք վերցնում, որպեսզի ցույց տանք, որ խաղադրույքների ծավալը աճել են, ուրեմն նշանակում է պետքա նաև նկատի ունենանք, որ իրենք ըստ այդմ հավել հարկ են տվել։ Պարոն Բագրատյանի հարցինի պատասխան դուք նշեցիք, որ մոտավորապես 4 միլիարդ դրամ շահութահարկ են վճարել եւ ձեր փոփոխության արդյունքում հավելյալ 13 միլիարդ են վճարելու, բայց սա турք է։ Իսկ շահութահարկից բացի արդեն այս պահին առանց ձեր փոփոխության հավելյալ 12-13 միլիարդ դրամ էլ վճարում էին։ Սա այդ մասով։ Ամենակարևոր հարցերից մեկը հետևյալն էր, ոնց է նախագիծը լուծում խաղամոլության տարածման խնդիրը, որովհետև դա շատ կարևոր է, ու գլխավորը դա է, այսինքն կարող է ստացվի, եթե դուք գտնում եք, որ մենք ունենք ընկերություններ, որոնք խաբում են, այնպես չստացի, որ մենք ավել հարկելով իրենց ստիպենք, որ իրենք ավելի շատ խաբեն, ու այդ գումարը քաշեն մեր հասարակությունից։ Սրա լուծման ամենաճիշտ տարբերակը օրենսդրությունն է, որը ընդունել ենք, այսինքն մենք պիտի ունենանք խաղային ոլորտի օպերատոր, որը որ պիտի այս ոլորտի վերաբերյալ մեծ թափանցիկություն ու վստահություն ապահովի, օրենքով դա պիտի արդեն այս տարվա մարտին
գործընթացը սկսած լինի, կարող է մի քիչ ձգձգվի, բայց մենք պիտի ամեն ինչ անենք, որ այդ գործը արագանա։ Եվ վերջում ուզում եմ տեղեկացնել հարգելի գործընկերներ, որ վարչապետի մոտ քննարկման արդյունքներով մենք ունեցել ենք հետևյալ պայմանավորվածությունները։ Առաջին, մենք ոչ թե շրջանառության հարկ ենք կիրառելու, այլ գործող ավարտում 20 վայրկյան, այլ գործող պետական տուրքը, որ նշվում էր ամեն լրացուցիչ, խմբականակ, խաղադրույքների դեպքում կրկնապատկում ենք, այսինքն մենք փաստացի պետական տուրքը խաղային ոլորտի համար կրկնապատկում ենք։ Երկրորդ, ինչպես պարոն Սարգսյանն նշեց, մինչև օպերատորի մուտք գործերը ամեն տարի դա ավելանալու է, 6 ամիսը ես անկեղծ ասած չեմ հիշում, իմ հիշելով ամեն տարի էր մինչև մուտքը, որտեղ տուրքը տարեկան հաշվարկվող մեծություն է, եւ երրորդ պայմանավորվել ենք, որպեսզի փոփոխությունը արագ մտնի ուժի մեջ եւ այդ նպատակով հանձնաժողովի նիստով որոշել ենք, որպեսզի 24 ժամանոց ռեժիմ սահմանենք։ Ըստ այդմ, հարգելի գործընկերներ, ես խնդրում եմ առաջին ընթերցման դրական եզրակացություն տալ նախագծին, որը ձեզ ներկայացված է, սա նախնական տարբերակն է, մինչև երկրորդ ընթերցում մենք փոփոխությունները թե հանձնաժողովի նիստում, թե արդեն լիագումար նիստում ավելի մանրամասն կներկայացնենք եւ հիմնավորումներն ու թվերն էլ շատ ավելի մանրամասն կասենք։ Շնորհակալություն։